Այս մարդիկ եկել են խոստումով կոռուպցիան արմատախիլ անելու, կոռուպցիոներներին նստեցնելու, որևէ բան չեն արել, եկել է ընտրություն, դուք իրենց հարցնում եք, բայց ձեր խոստումները ինչ եղան, 6 ամիս առաջ ոտու ձեռ ընկած, այսպիսի փնթի գործեր են հրապարակում, հմեկը ռեպորտաժներ է պատրաստում, այն կարգի փնթի, որ մեկի գործի մեջ copy-paste կա լրիվ ուրիշ մարդու գործը։ Այդ կարգի գործերով ձեզ ուզում են ասեն, մեզ քվե տվեք, 8 տարի ղեկավարել ենք երկիրը, նախընտրական խոստումները չենք արել, որ 13 տարի ղեկավարենք, որ 4.5 տարի էլի բան չանենք, վերջին 6 ամիս ընտրություններից առաջ գանք ձեզ ասենք, էլի կոռուպցիայի դեմ ենք պայքարում, խաղաղություն ենք բերում։ Ես ուզում եմ դուք լավ հասկանաք, ՔՊԻ-ն ընտրել, նշանակում է ընտրել, որ իրենք 4.5 տարի էլի բան չանեն, վերջի 6 ամիսը ոտու ձեռ ընկած գան ձեր դռները, խոստանան նույնը, ինչ որ նախորդ ընտրություններին են խոստացել, խաբեն ձեզ, այս գործերը էլի ցենց ուռճացված թվերով ներկայացնեն ու ոչինչ չանեն հաջորդ 4.5 տարիներում։ Բայց ձերը կոռուպցիայի դեմ պայքար չի, ձերը քաղաքական վրեժխնդրություն է։ Դուք կոռուպցիոն գործերը հարստում են մենակ նրանց նկատմամբ, այսինքն հիմնականում նրանց նկատմամբ, ով ձեր դեմ ակտիվ խոսում է։ Այն օլիգարխների դեմ, որ հայտարարում եք պայքարում են, ո՞նց եք պայքարում։ Իրանց հարկային ու մաքսային արտոնություններ տալով, հետո իրանք մուծվում են Իմ քայլը հիմնադրամին, հետո Իմ քայլը հիմնադրամը անվճար դասընթացներ է անում, ու բան է անում, կրթաթոշակային ծրագիր է անում, նախընտրական տարում, այդ տենց եք պայքարում կոռուպցիայի դեմ, սա կոռուպցիա է, թե կոռուպցիայի փաթեթավորում է։ Ուղղակի ավելի սիրուն է հիմա ձեր կոռուպցիան, հա, գրեհիկ տեսք չունի։ Այսինքն ձեր խնդիրը էդ էր։ Բա ժողովրդին ասեիք, որ գալու եք փաթեթավորեիք, բրենդինգային ընկերություն եք, դա ասեիք դուք, որ այդ կոռուպցիան ավելի նենց է կանելու, որ մարդիկ չկարողանան ծայրը գտնել ու տեսնել։